Արդյոք ԲՀԿ-ն անցնում է ազգային ժողով ու արդյոք կեղծել են ընտրությունները։ Այս հարցերից մեկի պատասխանն է ոչ, մյուսինը այո։ Իսկ թե որն է որը, կիմանաք տեսանյութում, խնդրում եմ մինչև վերջնայել ու տարածել։ Հունիսի 7-ի գիշերը սկսեցին հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները։ Ու միանգամից գլխավոր ինտրիգը դարձավ ոչ թե հաղթողը, այլ ԲՀԿ-ի անցնել-չանցնելը, ոնց 21 թվականին։ ԲՀԿ-ի թվերը սայրի վրայով էին վազում։ Բարձրանում 4.5, իջնում 3.7, բարձրանում 4.1 ու այդպես ամբողջ գիշեր։ Ասենց էլ անորոշ վիճակ կլինի արա։ Առավոտյան արդեն կային բոլոր տեղամասերի թվերը ու ըստ հկայքի ԲՀԿ-ն անցնում էր 4% շեմը։ Հետո հրապարակվեց նախնական արձանագրությունը, ըստ որի ԲՀԿ-ն չի անցնում անցնողիկ շեմը հավաքելով 3.996%։ ԲՀԿ-ականները սկսեցին տարածել 4 տեղամասերի արձանագրությունները, որոնցից երևում էր, որ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն է հավաքել, քան աղյուսակում։ Ու այդ ավել ձայները բավարար էին ԱԺ անցնելու համար։ Ու եղան մեղադրանքներ, որ սա միտումնավոր կեղծիք է, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի, իսկ այդ 5 մանդատը գնա մյուս ուժերին, մեծամասամբ ԿՊ-ին։ ԿՀ-ն հետո հրապարակեց բոլոր տեղամասերի ստորագրված արձանագրությունները։ Եկեք նայենք 27 տեղամասին։ Ըստ աղյուսակի ԲՀԿ-ն ունի մի ձայն, իսկ արձանագրության մեջ 77 է։ 77 համար 7-ին երևի։ Երբ որ երկու թվերը դնում ենք իրար կողք, պատկերը ակնհայտ է։ Բոլոր կուսակցությունների թվերի փոխարեն գրված է հարևան համարով կուսակցության թիվը։ 7-րդ համար ԲՀԿ-ի մի ձայնը իրականում 8-րդ համար ԱԺԲ-ի 1 ձայնն է։ Իսկ ԲՀԿ-ի 77 ձայնը գնացել է 6-րդ համարին։ Նույն պատճառով առաջ տեղում էր 15 համարը 16-ի ձայներով։ Մյուս 3 տեղամասերում մոտավորապես նույն պատկերն է։ Մի տեղամասում էլ ԿՊ ձայների առնչի թիվն են սխալ մուտքագրել։ Իմ կարծիքով այս սխալները իրոք պատահական էին։ Նախ որովհետև կեղծելու դեպքում իմաստ ունի կեղծել բուն փաստաթուղթը, ոչ թե աղյուսակում թվեր փոխել, հետո ճիշտ թվերով փաստաթուղթը հրապարակել։ Հետո որովհետև նման սխալներ 21 թվի ընտրություններին եկային, հետո ուղղեցին։ Օրինակ երկու տեղամասում Հայաստան Դաշինքի ու Եվրոպական կուսակցության թվերը փոխվեցին։ Սրա պատճառը ցուցակից երևում է, էլի հարևան համարներով էին։ Մի քանի տեղամասում էլ եղանիշ թվի մինիշը կուլ էին տվել։ Թվով 138 տեղամասում ինքնիշխան Հայաստանի ցուցանիշը սկզբում եղել է 0, հետո ուղղել են։ Նույնն է ԱԺԲ-ի դեպքում, բայց ընդամենը 27 տեղամասում։ Այստեղ էլ ինչ-որ դավադրություն չկա։ Ինքնիշխան Հայաստանը ցուցակում վերջինն էր, 26-րդ համարը։ Ու հավանաբար որոշ տեղերում այդ դաշտը մոռացել էին։ ԱԺԲ-ն նախավերջիններ դրա համար ավելի քիչ էին մոռացել։ Այս տարի վերջին համարը Լուսավոր Հայաստանն է ու էլի ոնց որ ահագին տեղ իրանց մոռացել են։ Հիմա ընթանում են վերահաշվարկ եւ այլ գործընթացներ, բայց այս տվյալներից արդեն պարզ է նախ որ ԲՀԿ-ն անցնելու է ազգային ժողով ու հետո որ առնվազն այս ձևով ընտրությունները չէին կեղծում, բայց չկեղծված ընտրությունը չի նշանակում լավ ընտրություն։